Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Հանդիպան ընթացքում կողմերը մտքել են փոխանակել Հայաստան-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը ևս ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Հալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում, նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է։ Հալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Այնուհետև Հալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն մասնակցել են Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը։ Նրանք շրջել են նաև ազգային ժողովի շենքում ու մասնակցել «Ճանապարհ դեպի Սանահին» մեկ մանկատան պատմություն խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի և Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր թանգարանի կողմից։ Երևանում կայացել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը, ինչն ըստ ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանի վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ Երևանում կայացավ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ հոբելյանական համաժողովը։ Ազգային ժողովի նախագահի խոսքով հենց միջտարածաշրջանային կապերն են, որ երկու երկրների հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն և կայունություն։ Այդ հարաբերությունները անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարևոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն ու առողջապահություն։ Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ Այստեղ են ձևավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում, վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարությունների ոլորտում հստակ ծրագրերի։ Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ այս համաժողովը նոր հնարավորություններ կբացի հայ-ռուսական համագործակցության համար, դառնալով կարևոր խթան գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և միջտարածաշրջանային կապերի առավել խորացման ճանապարհին։ Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և վերափոխումների, առավել քան երբևէ կարևոր է պետությունների և տարածաշրջանների կայուն, փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցությունը հաստատելուն և զարգացմանը ուղղված քայլերը։ Իսկ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն իր խոսքում նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում վստահության ճգնաժամ չկա։ Գիտեք, կան տարածված արտահայտություններ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ կա։ Ես նման զգացողություն չունեմ։ Ընդհակառակը, ինչպես մենք, Հայաստանը նույնպես ցույց է տվել իր շահագրգռվածությունը մեր երկկողմ համագործակցության զարգացման ընդլայնման հարցում։ Հայաստանի վարչապետը ողջույններ է փոխանցել մեր նախագահին և հատկապես ընդգծել, որ չնայած ցանկացած ակնարկի, ինքը և Վլադիմիր Վլադիմիրովիչը միշտ ունեցել են, ունեն և շարունակում են ունենալ կառուցողական բովանդակալից հարաբերություններ, և նա որևէ խնդիր չունի նախագահի հետ հարաբերություններում։ Վալենտինա Մատվիենկոն կարևորեց երկու երկրների համայնքների միջև կապերի ու համագործակցության զարգացումն, ընդգծելով, որ դրանք միջպետական հարաբերությունների ամուր հիմքերից են։ Նա նաև հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ համայնքային մակարդակում։ Համաժողովի ավարտին կողմերը փոխանակեցին երկկողմ համագործակցությունն ամրապնդող փաստաթղթեր։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։
Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքյանին զոհաբերության տոնի Էյդ Ղորբանի առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում ստացված տվյալների համաձայն Սյունիքի մարզի տեղ համայնքի բնակիչներ 2007 թվականին ծնված Կարեն Արմենի Ջանգիրյանը եւ 2008 թվականին ծնված Անդրեյ Արմենի Գյագունցը հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավուզ գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկախի գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները, ներկայացվել են վերլուծություններ ուղղված տնտեսության մեջ անկախի գործառնությունների կիրառման եւ ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։ Վարչապետը հանձնարարել է կան մարմիններին մշակել առաջարկվող մեխանիզմի ներդրման տեխնիկական առաջադրանքը հետագա քայլերը հստակեցնելու եւ համակարգված գործարկումն ապահովելու նպատակով։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանին։ Հանդիպան ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող եւ ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես ճանապարհաշինության եւ հարակից ոլորտներում։ Նախարարը հայտնել է, որ 2024 թվականին արդեն իրականացվել է շուրջ 500 կիլոմետր ճանապարհների կառուցապատում, իսկ ընթացիկ տարում նախարարության հիմնական նպատակներից է նույն ծավալի ճանապարհների կառուցումն ու վերականգնումը։ Հանրապետության նախագահը կարևորել է ենթակառուցվածքային զարգացումը, նշելով, որ դրանք ոչ միայն նպաստում են տարածքային համաչափ զարգացման, այլև խթանում են տնտեսության աճն ու բարելավում բնակչության կյանքի որակը։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։